Շաբաթ նոյեմբեր 8-ին Հյուսիսային Ամերիկայի հայավետարանական միությունը եւ Թորոնտոյի հայավետարանական եկեղեցին հրավիրած էին Թորոնտոյի քաղաքի հոգևորականներն ու հավատացյալ ժողովուրդը ներկա գտնվելու Բադվելի Զոհրաբ Սարգսյանի ցերնադրության եւ պաշտոնագործության պաշտամունքին որպես նորընտիր հովիվ։ Ցեզի կներկայացնենք մասեր սույն երեգոյեն։ Կողջունենք ձեզ բոլորդ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի անունով եւ ուրախ ենք, որ այս բարեբաստիկ առիթով ընդունեցիք մեր հրավերը եւ ներկա եք միասին հաստատելու Աստուծո կոչումը ընդունող զավակիմը եւ միասնաբար Աստուծո օրհնությունը խնդրելու իր ծառայության մեջ աղոթելու եւ ապա մեր հովանավորությունը հայտնելու իրեն իր ապագայի ծառայության մեջ։ Թող Աստված առատորեն օրհնի այս պաշտամունքը եւ օրհնության միջոց դարձնե մեզ մեր յուրաքանչյուրին համար, այս եկեղեցին համար եւ ձեռնադրության տեխնացուին համար։ Ճանչցեք, որ Տերն է Աստված, անիգա ստեղծեց մեզ ու ոչ թե մենք։ Մենք անոր ժողովուրդը ու անոր արոտի ոչխարներն ենք։ Մտեք անոր դռները գոհությամբ ու անոր սրահները օրհնությամբ։ Գոհացեք անկե ու օրհնեցեք անոր անունը։ Մեր աղոթն է, որ Բադվելին իր ծառայության սիրտով շարունակե ինչ որ սկսած էր եւ քու կամքը կատարե։ Իբր Բադվելի, իբր ժողովուրդ մեր կյանքերուն նպատակը թողը լա քեզ փառք բերել եւ քու թագավորությունը թարաչացնել։ Եվ ճաշերին Հիսուսը ասավ Սիմոն Պետրոսին. Սիմոն, Հովնանին որդին, զիս կսիրես։ Ասավ անոր. Այո դեր, թուն գիտես թե ես քեզ կսիրեմ։ Ասավ անոր. արածե իմ ոչխարներս։ Այնքան տարիներ մենք երկար ժամանակ աղոթած ենք այս եկեղեցին մեջ, որ Աստված ինքը ընտրե իր օձյալ անձը եւ հայտնե եւ հաստատե իբրև իր ծառան, որ խոնարհաբար ծառայե եւ առաջնորդե այն հոդը, որ դերը վստահած է իրեն։ Եվ այս գիշեր այսօր գուրախանամ, որ այդ սկանչելի բահը դերը պիտի մեզի շնորհե, որ իբրև եկեղեցի ընտանիք համայնք դեսնանք այն աղոթները, որ խնդրեցինք դեր հունցքը շատ է, բայց մշակները քիչ։ Խնդրեցինք, որ մշակներ հանե եւ այսօր այդ մշակը մեր աչքին առջև մարմնավորված, դրսևորված է։
Then the Lord reached out his hand and touched my mouth and said to me, I have put my words in your mouth. See today that I point you over nations and kingdoms, to uproot and tear down, to destroy and overthrow, to build and to plant. May God bless the reading of his holy word. I want to focus on the passage you just heard read from Jeremiah. In this passage, it's the call of Jeremiah. It's true of every believer that we are all sanctified in this way and set apart. God has known us and loved us deeply before we were even born, and he is in the process of sanctifying us every day for his use. It says God set Jeremiah apart, and he also appointed him. He appointed him, which is part of what we are doing today. We are God's agents in sharing in this moment to show what God has appointed Zorab to do. This church now has a young Jeremiah, filled with passion, filled with vision to do the Lord's work, and filled with a desire to be obedient to his call. And my last exhortation to you would be this: do not follow him. Do not follow him. When you follow a man, all you're going to do is look at the man and find ways to criticize and question his direction. When we follow a man, we are following the wrong thing. Don't follow him. Follow the Lord he follows. We do so recognizing that Christ is returning. And when he returns, he will judge the living and the dead. And so the preaching that we do, the preaching that you will do, has eternal implications. Lives hang in the balance. The preaching scholar Richard Lisher described the preaching this way. He said, preaching that is true to the gospel of Jesus Christ does away with two contemporary fictions. It does away with the fact that God has quit judging sin. And it does away with the fact that men and women can find peace by learning how to feel good about themselves. The gospel of our Lord Jesus Christ. Preach the word. Preach Christ, crucified, risen, ascended, and coming again in glory as our judge. May the Lord bless you, my brother. Amen. Աստուծո ծառան, Աստուծո ուզածը գնե, Աստուծո ժողովրդին բարօրության համար։ Իսկ ժողովրդին ծառան, ժողովրդին ուզածը վիդեոնե, բնական է։ Հովիվին բոլոր ծառայությունները ցեզի համար են, Աստուծո բարքին համար, ու ոչ թե Աստուծո համար են, ծեր բարքին համար։ Ինչպես ընդհանրացած սխալ ըմբռնում մգա մարդոց մտքերու մեջ, անոնք գսեն, ես եկեղեցի գերտամ Աստուծո համար, բարդագանությունս կգադարեմ Աստուծո համար։ Միշտեր ես եկեղեցի գերտամ ինձի համար, ես պետք ունիմ Աստուծո խոսքը լսելու, ես պետք ունիմ հավատքս գառուցելու, ես պետք ունիմ մխիթարվելու, քաչալերվելու, ուղղություն ստանալու, Աստված պետք չունի ոչ քարոզ լսելու, ոչ ալ խրատ լսելու։ Հետևաբար, երբ այս սխալ ըմբռնումս գսրփակրեմ եւ շիդակ ըմբռնում գունենամ, թե բադվելի Զորաբը Աստուծո ծառան է ու ոչ թե իմ ծառաս, այն ադեմ պիտի գարենամ ըլլալ անոց տման, որոնք Մովսեսի ցերքերը վեր բարձրացուցին, երբ ան գաղութեր։ Վերաբադվելի Զորապ, գշունորավորենք քեզ ու գմախտենք քեզ եւ
դիկնոջդ լորին, զավակներուդ գասյային եւ համոյին, առողջություն եւ հաջողություն։ Եթե պատվելի զորաբին վկայությունը լսած եք, այս համարը գխոսի ճիշտ իրեն, որ կգարտանք Հովանու ավետարանին 15-րդ գլխուն 16-րդ համարի մեջ, որ գսե, ոստետուն Բադվելի Զորաբ Սարգսյան, զիս ընդրեցիր, հաբա ես քեզի ընդրեցի, ու տրի քեզի, որբեսի դուք երթակ եւ բդուղ բերեք, ու ծեր բդուղը մնա, օրհնյալ Աստծո խոսքը շնորհակալություն։ Հյուսային Ամերիկայի հայ ավերական միությունը համակորձակցությամբ անհադին եւ դեղական եկեղեցվո հետ ծերնատության միջոցով կճանչնա ու կհաստատե անհադին Աստծո գանչը եւ զայն կծերնատրե ու կզադե աղոթքով եւ ցերքի դվչությամբ։ Ետքը լսեցի Տերոջը ցայնը, որ ասավ. ով գրգեմ եւ մեզի համար ով պիտի երթա, ու ես ասի, ահավասիկ զիս գրգե։ Դեր Եհովայի հոգին իմ վրաս է, վասնզի դերը զիս գրգեց աղքատներուն ավետիս տալու։ We have different gifts according to the grace given to each of us. If your gift is giving, then give generously. If it is to lead, do it diligently. If it is to show mercy, do it cheerfully. Love must be sincere. Hate what is evil. Cling to what is good. Romans chapter 12, verses 6 to 9. Jesus, calling his first disciples, who later became his first apostles, said these words, "Follow me, and I will make you fishers of men." We also hear these words from Jesus, where he said, "And whoever wants to be first among you must first be a slave of all. For even the Son of Man did not come to be served, but to serve, and to give his life as a ransom for many." God bless the reading of his word. Կխոստանաս նախանձախնդիր լալ ավետարանի ճշմարտությանը հավատարիմ մնալու եւ եկեղեցիի խաղաղության ու միասնականությունը պահելու ճշմարտությունը խոսելով սիրով։ Այո, կխոստանամ Աստծո շնորհքին ապավինելով։ Աստուծո ժողովուրդ, լսեցիք Զոհրաբ Սարգսյանի տված խոստումները։ Ինչ է ձեր կամքը։ Մենք Թորոնտոյի հայ ավետարանական եկեղեցի անդամներս Զոհրաբ Սարգսյանը հրավիրելով որպես մեր եկեղեցվո հովիվը կխոստանակ արդար գերբով վարձատրել զին եւ հոգ տանել անոր փարորության համար մինչեւ այն ժամանակ որ անգզարայե մեր եկեղեցվո Լսեցինք տեխնացուին խոստումները ու նաեւ ժողովրդին խոստումները այժմ կուզեմ հրավիրել ձեռնատրյալ հովիվները որպեսզի արչև կան եւ մենք միասին աղոթենք մեր եղբոր համար Anoint him with the Holy Spirit, fill him with grace and truth, and strengthen him for the sacred work of shepherding your people. Lord, in your mercy, use him, O God, for the glory of your holy name. Make his life a living testimony of Christ. Հիսուս Քրիստոսի անունով, որ եկեղեցվո գլուխն է, Հյուսիսային Ամերիկայի հայ ավետարանական միության իշխանությամբ կհայտարարեմ Զոհրաբ Սարգսյանը ձեռնադրված Հիսուս Քրիստոսի ծառայության եւ կարգված որպես Թորոնտոյի հայ ավետարանական եկեղեցվո
Ձեռնադրության ընթացքին Բադմուջանի ներկայացումը կատարեց վերաբադվելիին դիվինը, իսկ Ուրարի ներկայացումը վերաբադվելիին մայրը։ Վերաբադվելի Զոհրաբ Սարգսյան, քեզի կշնորհենք Ձեռնադրության հովիվի աստիճանը Ամերիկայի հայ-ավերանական միության մեջ եւ ի նշան քրիստոնեական սիրո եւ ընկերակցության կսերմենք ձեր աջ ցերկը։ Զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանս Հավիդենից։ Եվ հիմա դերը օրհնե եւ բահեցես։ Դերը իր երեսը բայցարացնե ձեր վրան եւ ողորմի ձեզի, դերը իր երեսը դարձնե ձեր գոմը եւ խաղաղություն տա ձեզի։ And now the grace of our Lord Jesus Christ and the love of God and the fellowship of the Spirit may be with us all now and forever. Amen.